Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ասուլիսին, մասնավորապես Մելիք Բեկյանի եւ Նիկո Ղոսյանի ասուլիսին բավականին սուր բնութագրումներ տրվեցին այն անձանց հասցեին, ովքեր իրենց հակադարձել էին, մասնավորապես ձեզ ասեցին, որ դուք ծերունական մարազմի մեջ եք, ձեր այն հակադարձմանը, թե որտեղ է 22 միլիոն եվրոն ասեցին, թող ձեր ընկեր Արթուր Վանեցյանը պատասխանի, որը հենց միանգամից հաջորդել էր Ռուբեն Հայրապետյանին որպես իրավահաջորդ, ինչպես կհակադարձեք այսպիսի խոսքերին։ Գիտեք, նախ ես իմ հարցազրույցը նվիրված է ընդհանրապես ֆուտբոլին եւ ֆուտբոլի պատասխանատուներին։ Ես Անդրեից վեր եմ կանգնում, Արմեն Նիկոլոսյանը, գիտեք, այդ ամեն ինչն ասել է ինձ զայրացնելու, չգիտեմ, բարկացնելու համար, ապա դա նրան չի հաջողվել։ Ես նրա վրա չեմ բարկացել անգամ, ես նրան աշխատանքից հեռացրել եմ, ես Երևանի քաղաքապետն էի, նայել կրթության վարչության պետի տեղակալը, ավելի վատ բաներ էր արել, բայց Քավլիցի դրա մասին չի խոսքը։ Ես ասել եմ, որ Ռուբեն Հայրապետյանը 22 միլիոն եվրո փող էր թողել։ Ընդամենը սա եմ ֆիքսել։ Ես նույնիսկ լափելու, ուտելու, գողանալու, թալանալու մասին չեմ ասել։ Ոչ թե դրանք չկային, այլ ես որպես պետական պաշտոնի զբաղած անվերջը իրավաբան, ես իմ խոսքերի արժեքը գիտեմ, բացի դրանից էլ մենք տարբեր քաշային կատեգորիան ենք այդ Արմեն Նիկողոսյանի հետ, իսկ սեր Աստծո, ես պոլեմիկայի մեջ մտնեմ այդ անդաստիրակի հետ, եթե խնդիրը մենակին տարիքին է վերաբերվում, ապա ուզում եմ Վախթանգ Կիկաբիձեի խոսքերով վերադարձնել այդ ամեն ինչը մայի գադա, մայի բագատստվը, ես իմ ապրած տարիների համար երբեք չեմ ամաչել։ Այնպես որ ես համոզված եմ, այսօր չէ, վաղը չէ, միսուրը չէ, վաղը միսուր հատուցման ժամը գալու է։ Ինձ համար ամենավիրավորականը գիտեք որն էր, որ իբր թե ես ուրիշի պատվեր եմ կատարում։ Այդ իրանց ոչն է։ Վայ աման, իշխանություններին ընդդիմությունն ինչ կապ ունի իշխանությունը, այդ մտել եք իշխանությունների քամակը ու ձեր անարժան, ես ձեր կոնկրետ գործողություններին, ես նկատի ունեմ պրոցես եք տարել և այդ պրոցեսի պատասխանատու դուք պետք է լինեք, բայլով պետք է լինի, դրա մասին եմ գնահատական տվել։ Այնց որ անկեղծ ասած այդ մարդկանց հատկապես Արմեն Նիկողոսյանի վարքագծից ինձ համար ոչ մի նորություն չկա, ես վերջացրեցի, ուրիշ ինչ հարց ունեք։ Իսկ ասում եմ Վանեցյանի հետ փորձել եք պարզել այդ, չգիտեմ, գումարների ճակատագիրը, թե ինչ է եղել։ Ես այդ ինչ դա իմ կոմպետենցիայի մեջ չի մտնում, վաղը միսօր կփոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը, նոր հենց ով եկավ հաջորդը դրանք են լինելու։ Ինչ կապ ունի Վանեցյանը ինքը անկոնֆլիկտ իր կերպարով էր պայմանավորված իշխանափոխությունը ֆեդերացիայում։ Ինքը լուրջ բան արեց եւ երկրի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի համար առանց ալմաղալի ֆուտբոլի նախագահի պաշտոնը ստանձնեց, առանց ալմաղալի է ֆուտբոլի նախագահի պաշտոնը թողեց։ Վանեցյանը թող ընդհանրապես հանգիստ կողմը, որի անունով երդվում էին իրանք ժամանակին։ Վանեցյանի անունը լսում են, ոտքի էին կանգնում։ Եվ իմանալով իմ
Վանեսյանի ունեցած հարաբերությունները սկսում էին Վանեսյանի գովքը անելը։ Հիմա դες ժամանակներ են, բան են, իրանց կերպարին բնորոշ բան այդի։ Այնպես որ շնորհակալ եմ, ես նորից եմ ասում, որ դե ամբողջից հետո իմ տարիքն են նկատի ունեցել։ Գոնե մի ճահելը, գոնե Մելիք Բեկյանը նման բան ասել, ես ինչ-որ միտեղ այդքան ծիծաղելի չէր լինում։ Այնպես որ շնորհակալ եմ հարցի համար, լավից վատից պատասխանեցի առանց էքսցենտրիկ վիճակի մեջ ընկնել, կարողացա ինձ ասեմ, ողջ լինեք, փառք հայկական ֆուտբոլի։ Իսկ ինչ կփոխվի հայկական ֆուտբոլում Մելիք Բեկյանի UEFA-ի գործկոմի անդամ ընտրվելուց հետո։ Դա մեկը մյուսի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի։ Իհարկե, ավելի կլինի, հիմա ավելի շատ գործ կտետի բանանի, բայց խնդիրը մնում է, որ հայկական ֆուտբոլի վիճակը բարելավի, հայկական ֆուտբոլային ընտանիք ստեղծելու այդ օդում կախված այդ հրամայականը կատարեն, մարդկանց հետ նորմալ վարեն, իրանց հետ ամբիցիոզ այդ անշնորհք այդ խոսքերը այդ տերմինոլոգիան բանը վերջ տան մարդկանց իրանց պեյքերով, վարքաբեկելով, բան անելով, մարդիկ շահագրգռված են մենակ ֆուտբոլի համար, ինչ կապ ունի իմ տարիքը վերջին հաշվով, իմ սարքած ստադիոնում ֆուտբոլ են խաղում, իմ սարքած օֆիսներում նստում են, ճիշտ է այդ օֆիսները հետո բարելավեց Ռուբեն Հայրապետյանը, ինձ մի ֆուտբոլի տոմս չեն ուղարկում, դրանց ինչ բարոյական չափանիշներով ես գնահատական տամ։